Բարև ձեզ սիրելի դիտողներ, ողջույն Հայք Ալիքի հարգելի բաժանորդներ, շնորհակալություն եմ ձեզ հայտնում Հայք Ալիքի նյութերը տարածելու համար, մեկնաբանություններում ակտիվ ձեր մեկնաբանությունները ու հարցերը գրելու համար, մեր բոլորիս աշխատանքի միասին համատեղ պայքարի շնորհիվ է, որ մենք ոչ հեռավոր գալիքում ունենալու ենք այն մեծ ու հզոր հայկական պետականությունը, որի համար բոլորս պայքարում ենք եւ որի համար բոլորս ամեն օր մտածում ենք մեր նպատակներում։ Վերջին օրերին ես փոքր-ինչ ընդմիջում էի վերցրել եւ թողնում էի, որ քաղաքացիները, մեր ժողովուրդը իրենք տեսնեն ինչ է կատարվում ներքաղաքական կյանքում, որոշ քաղաքական խմորումներ են տեղի ունենում եւ իհարկե ակտիվ քաղաքական գործընթացի այսպես փորձեր կան, նաեւ Facebook-ում սոցիալական ցանցում տարածվում է ապրիլի 24-ի հետ կապված անելիքների տարբեր սցենարներ։ Իմ կողմից մեկ ամիս առաջ ապրիլի 24-ի հետ կապված տեսանյութերը հրապարակվել են, մի քանի տեսանյութ է հրապարակվել, որտեղ ես անդրադարձել եմ այդ օրվան եւ մեր անելիքներին, եւ հիմնական նպատակը ու անելիքը շատ պարզ եւ շատ շիտակ էր ներկայացվում, այն է պետք է մենք ապրիլի 24-ի օրը հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը մեր հայ ազգի վրա է ուղղված, մեր հայ ազգի կողմ է ուղղված, օգտագործենք առավելագույնը արդյունավետ, այն է այդ օրը մենք հայտարարենք մեր պահանջատիրության իրավունքների համար վերածննդի օր, պայքարի վերասկսման օր, հարգելով մեր բազմամիլիոնանոց զոհերի անմեղ նահատակների հիշատակը, մենք ապրիլի 24-ի առիթը պետք է օգտագործենք չլռելու համար, հրապարակում կանգնելու եւ հայտնելու մեր կողմից Նիկոլի ռեժիմի թուրքական ծրագրերի մերժելու վերաբերյալ եւ ազգային օրակարգ ձևավորելու, ազգային պետություն ստեղծելու վերաբերյալ։ Տարբեր մարդիկ այս թեմայի շուրջ ակտիվացել են եւ ես անուններ չեմ ուզում տամ, իսեր Աստծո, ոչ մեկի սեփականությունը չէ իհարկե, ոչ ապրիլի 24-ի օրը, ոչ առավել եւս ազգային օրակարգ ձևավորելու կամ ազգային պետություն ստեղծելու նպատակի համար, այդ գործը սկսելու համար հայ ազգին ծառայելը, ես միայն ուրախ կլինեմ, որ շատ հայ մարդիկ այս նպատակի համար, այս գործի համար պատրաստական լինեն ազնիվ, անկեղծ ու անշահախնդիր ծառայելու մեր ազգի վերածննդի, մեր պետականության զարթոնքի, պետականության ստեղծման ու կայացման գործին։ Բայց ես կարծում եմ, որ այս առիթը օգտագործել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու եւ այլ անորակ մարդկանց իշխանություն հանձնելու, այլ անորակ մարդկանց իշխանության բերելու համար որևէ արդարացում չունի, հայ ազգը բավականաչափ կուշտ է անորակներին իշխանություն, պետություն, ազգի ճակատագիր վստահելու փորձերից եւ այլևս այդպիսի փորձեր ու շռայլություն մեզ թույլ տալու ոչ մի իրավունք չունենք, ոչ բարոյական, ոչ այլ տիպի։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ ապրիլի 24-ին հայ ազգը ինքնակազմակերպված, ինքը իր համար որոշում կայացրած պետք է հանդես գա հրապարակում աշխարհի կարևոր պետություններին ու աշխարհի կենտրոններին ցույց տա, մատնանշի, բաց հայտարարի իր ազգային պետություն ստեղծելու վճռականության, կամքի, որոշման վերաբերյալ։ Ապրիլի 24-ը հիանալի օր է դրա համար, շատ լավ կլինի, որ ամբողջ մեր ազգի ներուժը ներկա լինի այդ օրը հրապարակում, ես ինքս չեմ լռելու, ես գնալու եմ հրապարակ եւ կոչ եմ անում հայտնի հասարակական դեմք հանդիսացող մարդկանց, ազնիվ մարդկանց, ովքեր ազնիվ մտահոգություններ ու ազնիվ
մղումներ ունեն, թող այդ օրը լինեն հրապարակում, կարող են կապվել ինձ հետ, ինձ գրել, ես միայն երջանիկ կլինեմ, որ այդպիսիք լինեն եւ կարող ենք այդ օրը ներկայացնել մեր ազգի որոշումը, մեր ազգի կամքը, վճռականությունը ազգային պետություն ստեղծելու համար։ Սա շատ կարևոր է, կրկնում եմ, սա ամենաերևի մոտ ժամանակներում ամենահրաշալի հնարավորությունն ու առիթն է լինելու այդ օրը վերջնական թուրքական ծրագրերը, թուրքական օրակարգը, Նիկոլ Փաշինյանի թուրքերին սպասարկող իշխանությանը մերժելու, նրանց ճանապարհելու համար եւ ազգային պետություն ստեղծելու համար։ Լինենք միակամ, լինենք վճռական, մեր որոշումը, մեր կամքը աշխարհին հայտնենք եւ սկսենք ազգային պետություն ստեղծելու, կայացնելու մեր առաքելությունը, մեր գործը։ Ես հավատում եմ հայ ազգի ներուժին, կարողություններին, ես հավատում եմ հայ ազգի մարդկանց, երիտասարդների, հայոց առաքելական եկեղեցու նաև ազնիվ հովիվներին, որ վճռակամ են մեր ազգի շահերի, մեր հավատքի, մեր բարոյական բարձր քաղաքակրթության պահպանման, վերածննդի եւ պետականության հզորացման ու կայացման համար այդ օրը միասին համախմբված կանգնել հրապարակում ու շարունակական գործընթացը հասցնել իր տրամաբանական ընթացքով այն հաղթական հանգրվանին, երբ մենք մերժած կլինենք թուրքերին, նրանց ծառայող Նիկոլ Փաշինյանի ռեժիմին եւ մեկնարկած կլինենք ազգային պետություն ստեղծելու գործը։ Շնորհակալություն, խնդրում եմ անպայման կիսվեք, տարածեք ձեր էջերում եւ այդ օրը պատրաստ եղեք մեր պահանջատիրության օրը, մեր հայրենատիրության իրավունքը, մեր ազգային պետություն ստեղծելու որոշումը հայտնել ի լուր աշխարհի։ Շնորհակալություն։